Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 30-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Կներեք իհարկե, բայց ես արդեն զարդարել եմ, որպեսզի անեմ արդեն ամսի 1-ից եւ հետո հիշեցի, որ ամսի 30-ին ես չեմ արել տարվա ծնված նշանների համար։ Դրա համար հիմա ոչինչ, մի քիչ ամանորյա ֆոն է, բայց ամենայն դեպս նոյեմբերի վերջն է, այսպես այնպես վերջին օրն է, հաջորդ օրվանից արդեն ձմեռը, այնպես որ մեկ օր է, ոչինչ։ Եվ դե օրը կիրակի է բնականաբար, տեսնենք ինչ է սպասվում, ինչեր կլինեն մեր կյանքում եւ գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 30-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, մի քիչ տարիքով անձնավորություն է, նաև սա ծնող կարող է լինել, նաև պետական աշխատող։ Եվ այդ հանդիպումը կարող է ձեր առջև հետո նոր դռներ է բացում։ Տեսնենք ով է, գումարի հետ է կապված։ Կամ դուք եք գումար տալիս, կամ ինքն է միգուցե գումարներ դնում, որտեղ կարող է ինչ որ կարող է հեղինակավոր անձնավորություն է, հարուստ անձնավորություն է եւ գումար է ներդնում օրինակ ձեր գործի մեջ, կամ դուք պետք է իրեն գումար տաք։ Ամենայն դեպս քարտերից այնպես է, որ եթե թեկուզ գումարը լինի, ապա նա եթե տա ձեզ, եթե օգնի ձեզ, ապա ոնց որ նոր դռներ է բացվում ձեր առջև։ Եվ այդ օրը ինչ որ շրջապատում կգտնվեք, էլի նորից կարող պետական աշխատողների շրջապատում եք։ Նաև սա կարիերայի բարձրացում է, ինչ որ ձևով նոր կյանքի իմաստը գտնելն է։ Եվ իմաստություն է սա նաև, հասունություն է նաև սա։ Եվ իհարկե, ինչպես արդեն ասացի, նոր դռներ են բացվելու ձեր առջև, հաջողություն ունեք գործերում, աշխատանքում, ոմանք կարող ինչ որ դուռ են փակում, որոշում եք ինչ որ մի բան այլևս չանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 30-ին։ Հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, միգուցե այդ կինն է խորամանկ, միգուցե այդ կնոջ հետ պետք է լինեք խորամանկ։ Տեսնենք ով է, ամենայն դեպս տարիքով կին է, նաև կարող է լինել ձեր մայրը։ Ձեզ հարազատ մեկն է, հա, ձեր սրտի կեսն է, կամ հարազատ մեկն է, բարեկամ է եւ այլն։ Այդ օրը կամ դուք եք լինելու խորամանկ, կամ ձեր շրջապատում կան խորամանկ մարդիկ, ովքեր որ նաև խաբեությամբ կարող են ինչ որ բան կորզել ձեզանից, կամ խաբել ուղղակի։ Եվ այդ օրը կայունություն, սա յուրաքանչյուր ոլորտում, գործերում, ընտանեկան հարաբերություններում, աշխատանքում, ինչ որ մի բանը ձեզ մոտ կկարգավորվի, կամրապնդվի, որ այդքան անհանգստանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 30-ին։ Հանդիպում շփում որևիցե տղայի հետ, արդեն երրորդ նշանն է, որ առաջինը ինչ որ մեկն է դուրս գալի, ինչ որ նկար։ Այս մարդը ձեր կյանք կայունություն է բերում, կամ իր հետ հարաբերությունները կամրապնդվեն, կլավանան նաև, եթե խնդիրներ կային, ապա կհաշտվեք, կամ ինչ որ ձեզ մոտ ոչ է մի ոլորտում նա կօգնի, որպեսզի այդ ոլորտը ձեզ մոտ կարգավորվի։ Եվ այդ օրը ինչ որ մեկն էլ նաև կհայտնվի, կամ միգուցե նա է դեռևս իրեն է ցույց տալիս քարտերը, որ օգնության ձեռք կմեկնի ձեզ, կօգնի, կաջակցի, կհովանավորի։ Նաև դա ուժային կառույցի ներկայացուցիչներ են, այնպես որ ուշադիր եղեք մեքենա վարելուց, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին։ Եվ այդ օրը նաև վեճ է սա, վեճ կարող է տեղի ունենալ իրենց հետ օրինակ։ Նաև տուն կարող եք մաքրել, ոմանք տուն կմաքրեն, ոմանք կարող են վիճել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին, ճագարներին, կատուներին, կարծես, ահա, շունիկներին։ Ինչ է սպասվում նապաստակներին
նոյեմբերի 30-ին։ Սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, միգուցե նաև ինչ-որ աջակցություն սիրելիների կողմից։ Նաև դա նոր սեր, նոր սիրո խոստովանություն, ինչ-որ ձեզ նաև կարող են լավ վերաբերվել, ինչ-որ բան տեղի ունենա, որ ձեզ սիրված կաք, գումար կծախսեք կամ գումար կստանաք։ Եվ սա և իմաստությունը և օձեր ձեր շրջապատում։ Չար մարդիկ, ովքեր կարող են մտնել, մուտք գործել ձեր ընտանիք, օրինակ ասեն ինչու է կինդ այդքան գումար ծախսում, կամ ինչու է ամուսինդ այդքան գումար ծախսում, կարող քննարկեն նաև, կամ խառնեն, փորձեն խառնել ձեզ։ Նա ուղղակի նաև իմաստուն ձևով գումար ծախսելն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 30-ին։ Օձեր կան ձեր շրջապատում նախանձ մարդիկ, գուցե նաև իմաստություն և իմաստուն կերպով ձեր գործերը առաջ մղել, որտեղ այդ օրը բավականին ոգևորված եք լինելու և ոնց ասում ամեն ինչը փորձիր ճիշտ անել, ոչ թե ոգևորված լինելով էմոցիաների ազդեցության տակ։ Դա նաև օձեր են, որոնք նախանձում են ձեր այդ օրվա ոգևորվածությանը, որ ինչ-որ բաներ եք ուզում անեք, առաջ տանեք։ Եվ հյուրեր կընդունեք այդ օրը, դուք կգնաք հյուր, ճանապարհ կարող եք գնալ, ոչ թե նորություններ կարող եք ստանալ, նոր ինչ-որ մեկի հետ կարող ծանոթանալ դրսում, կամ փորձեն ձեզ հետ ծանոթանալ։ Նաև ինչ-որ բաներ կարող եք պատվիրել բերեն տուն։ Եվ այդ օրը լավ շրջապատում կլինեք, իմաստություն է սա նաև եւս էլի, կյանքի նոր իմաստ գտնելն է, այստեղ ինչ-որ բաներ եք անում ոգևորված եւ հետո արդեն ոնց որ կյանքում ինչ-որ իմաստ եք ձեռք բերում, այդ դրա համար կարելի է ինչ-որ բաներ անել։ Հասունություն է սա նաև եւ ինչ-որ չափով առաջ խաղացում է, պաշտոն է նաև, եթե այդպիսի տեղ եք աշխատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 30-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տղայի հետ, ավելի շուտ մի քիչ ավելի երիտասարդ է, տեսնենք ով է։ Կամ ձեր ճանապարհները տարբեր ուղղությամբ կգնան, կամ ձեզ կարող է գցել կասկածների մեջ, կամ ինչ-որ բան առաջարկի, եւ դուք սկսեք մտածել, հա, երկու քարի արանքում լինեք։ Փոփոխություն նաև ձեր կյանքում այդ օրը, տեղափոխության հետ կապված դա կարող է լինել, տուն, մեկ այլ երկիր, հղիություն, ծննդաբերություն եւ գլոբալ փոփոխություն կամ այս առաջարկը կապված է գլոբալ փոփոխության հետ։ Այդ օրը նաև վեճ կա։ Վեճ կամ տուն եք մաքրում։ Եթե տեղափոխվում եք օրինակ, բնականաբար այնտեղ տուն եք մաքրելու, տան գործեր կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Բավականին շատ են հարցում, չգիտեմ ով գնայի, բնականաբար դե ձեր տարին է, հաջորդ տարի։ Շատ եք հարցնում տոնածառը տեղադրելու վերաբերյալ, ես սա ավարտելուց հետո մի երկու բառով կանդրադառնամ նաև այդ տոնածառի տեղադրմանը, բայց պետք է հասկանալ ինչ, որ ձիու տարին չի սկսվում դեկտեմբերի 1-ին, չի սկսվում հունվարի 1-ին, նա սկսվում է փետրվարից։ Եվ դուք որքան էլ տոնածառը զարդարեք, դուք զարդարում եք դա դեռ օձի համար։ Այնպես որ պետք է դա հասկանաք, որ դեռ մենք օձի տարում ենք, դեռ մենք ձիու տարում չենք։ Եվ ձիու տարին դեռ եթե կկարողանաք ձեր տոնածառը պահպանել մինչև փետրվարի քանիս, հա, բնականաբար կարող եք տեղադրել կամ այդ ժամանակ տեղադրեք տոնածառ 1-2 օր հետո հանեք։ Այստեղ ուրիշ ելք չկա։ Դուք տեղադրում եք ձեր տոնածառը 2025 թվականին եւ ես այս մասին արդեն իսկ ասել եմ։ Խոսել եմ այդ մասին աստղաբանության ալիքում։ Ես դրանից ավել ուրիշ ոչինչ չեմ կարողանա ձեզ ավելացնել, որտեղ դեռ մենք իրոք գտնվում ենք այս տարում։
Այնպես որ ձեր տարին դեռևս պետք է սպասեք փետրվարի կեսերից ավել։ Փետրվարի 17-ին է կարծեմ։ Այնպես որ մի շտապեք եւ պետք է հասկանաք, որ հիմա ինչ անում եք, օծի համար եք անում։ Դուք ձևավորում եք ձի ու տարվա համար, բայց դուք անում եք օծի տարվա համար։ Ամենայն դեպս փայտե օծեր։ Մի մոռացեք, փայտե օծեր եւ շատ ժամանակ դրա համար եւ տան ձևավորումը եւ ամեն ինչը չի համապատասխանում նոր եկող կենդանակերպի նշանին, հետո ասում են, որ հաջողություններ չունեն։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 30-ին։ Կարող եք նայել այնտեղ։ Այնտեղ սրանից հետո փոքր կարճ տեսանյութ կանա։ Այդ օրը առիթի կարող եք լինել ծնունդ, կնունք եւ այլն, նաեւ ոչ հասարակական միջոցառման, հասարակական վայր, այգի կամ կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կան։ Նաեւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է այս կինը, ձեզ հաջողություն է բերելու, ձեր առջև նոր դռներ է բացվելու իր այդ հանդիպումից հետո։ Ինչ-որ փոփոխություն է տեղի ունենալու ձեզ մոտ։ Կամ ինքը ձեզ համար նոր դռներ կբացի։ Եվ այդ օրը գումար կամ կստանաք, կամ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 30-ին։ Այդ օրը հաջողություն ունեք։ Հաջողություն, ձեր ինչ-որ դռներ են բացվում ձեր առջև, նաև ոչխարներ է կոչվում, ոնց որ թե մեկ անուն էլ ունի, չեմ հիշում, ինչ-որ մեկ անուն էլ ունի, նաև կարող եք դռներ փակել, ինչ-որ հարցերին լուծում տալ և այդ դուռը այլևս փակել, վերջացնել։ Օրվա ընթացքում նաև ինչ-որ բան է ձեզ այնց գնալու նորին տեղ բացելու համար, միգուցե սա է փակում եք, ուղարկում եք իր տեղը և այս մյուս տեղը հիմա արդեն ավելի նոր հնարավորությունների համար է բացվում։ Բայց անհանգիստ եք բավականին, շատ բորբոքված եք, միգուցե այն որ գնում է դրա համար եք բորբոքված, բայց պետք է հասկանաք և արև կա այստեղ, որ ամեն ինչ լավ է լինելու և դա գնում է նորին տեղ բացելու համար։ Ճիշտ է, երբ որ անձնավորություն է գնում, երկրորդ կեսն է գնում, բնականաբար դա կարող է բորբոքված լինելու արդյունքում է դա, որ ուղարկում եք տվյալ մարդուն ձեր կյանքից հեռու։ Այնպես որ պետք է լավ մտածել, եթե չեք ուզում։ Բայց եթե գնում են ինչ-որ մարդիկ եւ շատ հեշտությամբ, ապա պետք չի իրենց հետ բերել, որովհետեւ իրենք ձեզ հետ այլևս ճանապարհ չունեն քայլելու։ Իրենք պետք է առանձին ձեզանից լինեն, մի կարճեք իրենցից, թողեք, որ այդ նորին տեղ բացվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 31-ին։ Ուշադիր եղեք գործեր անելուց, որպեսզի ձեզ չվնասեք ամենաառաջինը։ Նաև ինչ-որ բան է, որ ձեր կյանքից հիմքից կհեռացնեք, կամ ձեր կյանքը հիմնովին կսկսեք, հիմքից կսկսեք, այդպես ինչպես որ ասում են, ամեն ինչը զրոյից, ինչ-որ մի բանը կզրոյացնեք, այդպեսով կսկսեք, լինի դա բիզնես, լինի դա աշխատանք, լինի դա ձեր կյանքը հիմնովին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Երեխաների հետ է կապված, կարող է ձեր քույրն է, երեխաներին է բերում, կարող է ձեր ընկերուհին է, ով իմանում եք հղի է, ծննդաբերություն է, սա նաև բիզնեսի հետ կարող է կապված լինել, ձեր եւ այդ կնոջ հետ կապված, կարող է բիզնեսի մասին եք խոսում, քննարկում եք, կամ եթե բիզնես ունեք, ապա կարող է հաշվապան է, իր հետ եք քննարկում ինչ-որ բաներ։ Նաև բժիշկ կարող է լինել, մանկական, գինեկոլոգ կամ մանկաբարձ կամ այնպեսի մեկը, ով որ կզբաղվի օրինակ ձեր երեխաների հարցերով։ Եվ այդ օր շատ եղեք ինչ-որ բանի կորուստ է սա նաև։ Խաբեությունը։ Խաբեությունը այդ օրը ոչ ոքին եւ ոչինչի մի հավատացեք, սա խաբեություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ակահաղներին։ Ինչ է սպասվում ակահաղներին նոյեմբերի 31-ին։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիա ավելի կլինեք, բայց հետո բորբոքվում եք, հետո բարկանում եք, չգիտեմ ինչու, տրամադրությունը անմիջապես փոխվում է, այստեղ ուզում նայել ինչու, որտեղ տրամադրությունը բարձր է եւ հանկարծ փոխվում է։ Միգուցե ճանապարհի հետ է կապված, միգուցե գործերը առաջ տանելու հետ է կապված, ինչ որ բան չեք կարողանում առաջ տանել եւ դրանից եք բորբոքվում, կատաղում, բարկանում, այստեղ ինչ որ մեկին կտրուկ կհանեք ձեր կյանքից, ինչ որ մի բան կտրուկ կհանեք ձեր կյանքից, դա կարող է խանգարել ձեզ, կարող է բորբոքված լինելու արդյունքում դա նաեւ լինել։ Ինչ-որ մի բան կտրուկ կարող եք որոշում կայացնել, որ դա այլևս չեք անելու, դա այլևս չի լինելու, նման որոցը պահել։ Եվ այլևս այդպես չեմ անելու, այլևս այդպես չեմ ապրելու կամ Եվ ուշադիր եղեք նաև այդ օրը գործիքներին, որ բորբոքված մարդը վերցնում է դանակը սկսում կտրտել, չգիտեմ ինչ, այդ դեպքում եւս էլի կարող է ձեզ վնասել։ Համար եւս ուշադրություն է պետք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 30-ին։ Ձեր ցանկությունների իրականացում այդ օրը տեղի կունենա։ Նաև օտարերկրից կարող եք ոչ տեղեկատվություն լսել, ինչ որ տեղեկություն, նաև Աստված այդ օրը ոնց որ ավելի բաց է, նա իր հետ կապել, այնպես կարող եք կապ հաստատել եւ ցանկություն պահել։ Որոշ խոչընդոտներ կան այդ օրը, որոնք որ պետք է հաղթահարեք, այսպես թե այնպես, կամ ինչ որ դուռ եք փակել, դա է ձեզ համար դժվարացնում հիմա ինչ որ բան անելու համար, կամ սա հաջողություն է, կարողանաք հաղթահարել խոչընդոտները։ Այդ օրը ոմանք թոռները կգան, երեխաները կգան ձեր տուն, նաև դուք կարող եք հղիանալ, ծննդաբերել այդ օրը, լսեք ինչ որ մեկը որ հղի է ծննդաբերում է, երեխաների հետ կապված իրադարձություն կարող գնում եք գնումներ կատարելու, տաք կուրտկա եք գնում, սա եք գնում, նա ինչ որ բաներ են։ Նաև բիզնես է սա, բիզնես, նոր բիզնես, որը նոր կյանք, նոր ինչ որ մի բանի սկիզբ նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 30-ին։ Հաջողություն այդ օրը ունեք յուրաքանչյուր գործում, այն ինչ էլ որ անեք, յուրաքանչյուր։ Նաև այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, միգուցե առիթ է, միգուցե հղիությունը, ծննդաբերությունը, նաև նոր բիզնես է, նոր կյանքի սկիզբ, նոր ինչ որ մի բանի սկիզբ։ Եվ սա հենց ասում է իմաստուն եղեք, մի փոքր այդ ամեն ինչը սկսելու հարցում, եւ բացի դա էլ սա նախանձություն է։ Ինչ որ մի բան կարող է ձեզ մոտ փոփոխության է ենթարկվում եւ անմիջապես նախանձներ են ի հայտ գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։